Ողջունում եմ բոլորիդ ընկերներ ջան, քանի որ ինձ դիտում են բազմաթիվ սկսնակներ, ես ցանկանում եմ այս սպորտ դրսևորելով սկսնակի վարկ, այսինքն բացելով նոր էջ, գրանցվելով եւ բացելով նոր էջ, կատարելով առաջին դեպոզիտը, աշխատել, խոսել սկսնակների թերությունների մասին եւ ցույց տալ նրանց ճիշտ ուղղությունը, որ ուղղությամբ շարժվեն, ինչի վրա ուշադրություն դարձնեն։ Ես էլ ժամանակին ընկերներ ջան գրանցվել եմ առաջին անգամ բացել եմ, գրանցվել եմ, կատարել եմ այստեղ առաջին դեպոզիտը եւ ինչպես գրեթե բոլորը, ես նույնպես այստեղ իմ առաջին դեպոզիտը, նույնիսկ առաջին մի քանի դեպոզիտները կորցրել եմ։ Լավ, եկեք հիմա սկսենք անցնենք առաջ։ Ուրեմն այստեղ պետքա գրենք նոր մեյլ, որով edge ես երբևիցե չեմ բացել։ Եկեք ուրեմն այստեղ գրում եմ մեյլը, ուրեմն գրում եմ գաղտնաբառը եւ այստեղ սա պետքա նշեմ եւ սեղմեմ գրանցվելու կոճակի վրա։ Ուրեմն ընկերներ ջան, տեսեք, նոր edge-ը pocket option-ի ես արդեն բացեցի։ Նոր edge-ը ընկերներ ջան pocket option-ում արդեն իսկ բացված է, այստեղ ուրեմն moment time frame-ը 1, եկեք ես այստեղ իմ настройկաները տամ, ինչպես որ ես աշխատում եմ հիմնականում։ Ուրեմն տեսեք ընկերներ ջան, այստեղ արդեն բացվել է նոր account, ես բացեցի ընդամենը 1 քայլ, գրում եք նոր mail, գրում եք նոր գաղտնաբառը, բայց ես գրեցի mail-ի գաղտնաբառը, գրեցի mail-ի գաղտնաբառը, գրեցի mail-ը, մուտք գործեցի արդեն pocket option։ Երբ մտնում ենք այստեղ profile, տեսեք, երբ դուք արդեն մուտք եք գործել ձեր աշխատանքային այստեղ սենյակը, այստեղ կան դաշտեր, շատ եք հարցնում ինչպես անցնել վերիֆիկացիան, վերիֆիկացված պրոֆիլ ունենալու համար անցեք, լրացնում եք ձեր տվյալները, այստեղ կարող եք mail-ը վերիֆիկացնել, ուղղակի սեղմում եք send կոճակի վրա, resend կոճակի վրա, կարող է հիմա արդեն նամակը գնացել է, որով կարող եմ ես հաստատել իմ mail-ը, գրում եք հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ, ընկերներ ջան, այստեղ նկարը կարող եք ձեր նկարը դնել, փակել պրոֆիլը այստեղ կա, nickname-ը կարող եք փոխել, ինչ որ nickname դնել, իմիջիալից ինչքան գիտեմ, սա մեկ անգամ եք կարողանում դնել։ Այս ամեն ինչից հետո այստեղ կա վերիֆիկացիայի դաշտ, որը ես հիմա գտա։ Այս վերիֆիկացիայի դաշտն է, որ արդեն հասանելի կլինի, երբ գրեմ ես հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ գրելուց հետո արդեն կարող եմ այստեղ անցնել վերիֆիկացիայի դաշտը։ Վերիֆիկացիան ընկերներ ջան, հիմնականում վարորդական վկայական կամ պետական մակարդակով որևէ այլ փաստաթուղթ անձնագիր կամ չգիտեմ ինչ փաստաթուղթ որ ունեք։ Ուրեմն ընկերներ ջան, տեսեք, սկսնակներին նախ եւ առաջ խորհուրդ եմ տալիս ստեղծել բացել իրենց համար վերիֆիկացված account։ Վերիֆիկացված account-ը մեկ անգամ բացում եք եւ օգտագործում եք ձեզ համար, արդեն հանգիստ կարող եք եւ գումար լիցքավորել եւ գումար կանխիկացնել։ Սկսնակներին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել նախ եւ առաջ բազային գիտելիքները, այսինքն ինչ են առհասարակ այս գրաֆիկները, ինչ են մոմերը, ինչ է դագոնը, ինչպես դնել ճիշտ ժամանակը, ինչպես դնել ճիշտ գործարքի արժեքը եւ այլն, այսինքն այս տեխնիկական բազային մասերը խորհուրդ եմ տալիս յուրացնել։ Հիմա եկեք լրացնենք, ավելացնենք, կատարենք դեպոզիտ, այսինքն լիցքավորենք մեր հաշիվը, բայց եկեք քայլ առ քայլ կատարեմ, որպեսզի եթե լինեն հարցեր, կարող եք եւս ինձ տալ, բայց որպեսզի այդ հարցերի պատասխանը եւս այստեղ տամ։ Ուրեմն տեսեք, ձախ մասում այստեղ կա դոլարի նշան, ֆինանսական հարցերի նշանն է, սեղմում եք այստեղ, սեղմում եք դեպոզիտի վրա։ Այստեղ կան բազմաթիվ եղանակներ, ինչպես կարող եք կատարել դեպոզիտ, կարող եք տեսնել բազմաթիվ են հիմնականում ընկերներ ջան կրիպտոյի տարբեր տեսակներն են, ինչպես նաև կան բանկային քարտեր, չգիտեմ Visa, Master եւ այլն ընկերներ ջան, կարծում եմ այստեղ ամեն ինչը պարզ է։ Ես դեպոզիտ կատարել եմ կրիպտոյով, ավելի կոնկրետ USDT TRC20-ով, սեղմում եմ USDT-ի վրա, մինիմալը ընկերներ ջան $30 է, սեղմում եմ continue and pay եւ բացվում է այս edge-ը։ Հիմա տեսեք ընկերներ ջան, դեպոզիտ կատարելիս շատ կարեւոր է, որպեսզի այս edge-ը չփակվի։
ինքը մեզ տալիս է արդեն QR կոդ, որ կարող են գտնել այս հասցեն, ինքը ինձ տալիս է հասցեն ու գրվում է այստեղ քանակը։ Իսկ այստեղ կա արդեն զգուշացնող նամակ, որ ուղարկեք միայն TRC USDT TRC 20, այստեղ դա է գրած եւ ուղարկեք ճիշտ քանակություն, այսինքն 30 USDT։ Եթե չգիտեմ, ուղարկեք 25 USDT կամ 32 USDT, 32-ի դեպքում հավանական է, որ գումարը կփոխանցեն ձեզ, բայց 25-ի դեպքում, այսինքն փչի դեպքում, ընկերներ ջան, չեմ կարող ասել, շատ հնարավոր է, որ ձեր գումարը կկորչի։ Կրիպտոյում ընկերներ ջան, մանավանդ գումարը շատ արագ կարող է կորչի։ Ուրեմն տեսեք, ես օգտագործում եմ OKX դրամաբանակը, բացում եմ իմ OKX-ի հաշիվը, 1 վայրկյան։ Բացում եմ ընկերներ ջան իմ OKX-ի հաշիվը, ուրեմն ես պետքա OKX-ից փոխանցեմ Pocket Option-ին, սեղմում եմ այստեղ, սեղմում եմ, տեսեք, այստեղ կա Вывести средства, սեղմում եմ այստեղ։ Ընտրում եմ USDT-ն, տեսեք այստեղ պատուհանների 5 պատուհան կա, ընտրում ենք ամենավերևինը, որտեղ որ գրած է բիրժա, նետևում on-chain վվդ, սեղմում ենք բիրժայի վրա, ընտրում ենք ընկերներ ջան Tron TRC 20-ը, տեսեք ընկերներ ջան, այստեղ եւս Tron TRC 20-ը, բնականաբար այստեղ եւս ընտրում եմ Tron TRC 20-ը։ Եվ հասցեն ընկերներ ջան, ուրեմն տեսեք, այստեղ սեղմում եմ QR կոդի վրա, թող ինքը QR կոդով արդեն գտնի, այս հասցեն։ QR կոդով ընկերներ ջան հասցեն գտնելուց հետո կամ կարող եք ուղղակի այստեղ կոպի անել, այստեղ դնել, հասցեն վերցնելուց հետո, ուրեմն սեղմում եք արդեն դալել, նշում եք ընկերներ ջան այստեղ քանակը, այստեղ 30 USDT նշելու դեպքում կոմիսիան ինքը ավելացնում է, այսինքն OKX-ում կոմիսիան տվյալ պահին, եթե չեմ սխալվում, $1.5 $1.5 ինքը պլյուսանելու 30-ի վրա, այսինքն ես վճարելու եմ իրականում 31.5 $։ Սեղմում եմ դալի կոճակի վրա, ընկերներ ջան, այստեղ ինձ զգուշացնում է, որ սա նոր հասցե է, եւ ընկերներ ջան սեղմում եմ պատվերձից, այստեղ ես անցնում եմ իմ վերիֆիկացիան անցնելուց հետո, տեսեք ընկերներ ջան, այստեղ արդեն process-ը դեպի այս իր դրամաբանակին փոխանցելու ընթացքի մեջ է։ Ընկերներ ջան, ես չստուգեցի, իրականում QR-ը պահեցի, այստեղ ես չստուգեցի սրանց հետ համապատասխանությունը, բայց ձեր ապահովության համար դուք միշտ ստուգեք, այստեղ ճիշտ է, համապատասխանում է, ինչ որ պրաբելներ ավելորդ լատինական տառել կամ թվեր չլինեն, քանի որ դրա դեպքում կրիպտոյում շատ խիստ է անվերադարձ ձեր գումարը կորելու է։ Եկեք մի հատ ես թարմացնեմ այս էջը, վերջ $30 ընկերներ ջան արդեն իսկ փոխանցվել է։ Փակում ենք այս էջը փակում ենք ընկերներ ջան $30 այստեղ արդեն իսկ փոխանցվել է, վերջ։ Անցնում ենք ընկերներ ջան, ուրեմն արդեն առաջին իսկ դեպոզիտը կատարվել է $30 մինիմալ դեպոզիտը ես կատարեցի, սկսնակները ընկերներ ջան միշտ կատարում են փոքր դեպոզիտներ, տեսեք ընկերներ ջան, ինչպես եք դուք հիմա վերաբերվելու այս $30, ես մայթիկ այստեղ դնեմ 1 րոպե, ինչ որ այստեղ նվերներ ենք ստանում, եկեք փնտրենք որևէ սիտուացիա, ունենք ակտիվ դեպի վերև արկ, եկեք ես ձեզ հիմա ցույց տամ, ակտիվ դեպի վերև արքը այստեղ ունենք, բավականաչափ լավ երևացող իմիջիայլոց տրենդը, այստեղ ունեցել ենք փոքր դիապազոնով աշխատանքային միջանցք, դիմադրության ուռով են արդեն հատել է ու սկսել է ակտիվ շարժվի դեպի վերև։ Ուրեմն անցնում գումարը դրան այստեղ կա հորիզոնական ուռով են, պարաբոյից հետո շարժվելու է պարաբոյի ուղղությամբ։ Անցնում եմ S5 time frame-ի եւ հիմա բացելու ենք տվյալ ակաունտում մեր առաջին գործարքը։ Տեսեք, ինչպես գիտենք, ըստ քեչինգի նախորդ մոմի վերջից ակտիվ դեպի վերև արքի ժամանակ բացելու ենք ակտիվ դեպի վերև։ Այստեղից բայց դեռ գործարք բացելու որևէ նախանշան չկա։ Եկեք սպասենք։ Աստիճանաբար արդեն տվյալ մոմի վերջին վարկյաններից ակտիվ արքը կարծես թե երևում է ընկերներ ջան, Այստեղից եկեք, չեմ ցանկանում դեռ բացել, քանի որ եթե այս գործարքը բացեմ, սա նշանակում է շտապում եմ, բայց լավ, եկեք որոշակի վերապահումներով այստեղից առաջին գործարքը բացեցի, $1 դեպի վերև, ընկերներ ջան, ունենալով նման փոքր դեպոզիտ, այսինքն սկսնակների հիմնական դեպոզիտները, որ կատարում են սկսնակները, դրանք փոքր դեպոզիտներ են, $50, $30, չգիտեմ, $100, ընկերներ ջան, տեսեք, դրանք այն դեպոզիտներն են, որոնք
Այսպես ասած, չունեն ոչ մի երկարքյանքի տևողություն, մանավանդ սկսնակների մոտ, այսինքն դրանք վաղ թե ուշ ընկերներ ջան դուք մինուս եք գնալու։ Ես հիմա ցանկանում եմ այս վիդեոով տալիս այն միտքը ինչպես ճիշտ վերաբերվեք այդ գումարին։ Առաջին այս փոքր դեպոզիտներին վերաբերվեք հոգեբանությունը վարժեցնելու, գործակները բացելու, տրամաբանությունը իր միտքը սովորելու միջոց, ռեսուրս։ Տեսեք, դուք բացելու եք առաջին գործարքը, դուք բնականաբար շատ եք անհանգստանալու, նամանավանդ երբ այսպես մինուս լինի ձեր գործարքը, շատ եք անհանգստանալու, բայց ձեր առաջադրանքը այդ փոքր դեպոզիտով ձեր ձեռքը վարժեցնելն է, ձեր աչքը վարժեցնելն է, որպեսզի դուք հետագայում արդեն սկսեք աշխատել։ Աշխատեք նման փոքր դեպոզիտների հետ, ոչ թե հարստանալու, արագ, չգիտեմ, $30 $100 դարձնելու եւ կանխիկացնելու մեջ համար ուղղությամբ այլ աշխատեք, սրանց վերաբերվեք որպես ձեր փորձը հարստացնելու, ձեր վախերը հաղթահարելու, որևէ օգտակար բան սովորելու համար։ Թրեյդինգը անմիջապես ֆինանսական ոլորտ է, եւ այս ֆինանսական ոլորտում ընկերներ ջան, որպեսզի ձեռք բերեք փորձ, դրա համար իրականում պետք են ֆինանսական միջոցներ եւ երբեմն դրանք արտահայտվում են ֆինանսական կորուստներով։ Հասկանում եմ, շատ բարդ է ընդունվում դա թրեյդերի մարդու կողմից եւ ունենում է որոշակի կորուստներ, սակայն ընկերներ ջան, տարբերակներից մեկը սովորելու, տարբերակներից մեկը եւ միակը դա է։ Ես եւս ընկերներ ջան ունեցել եմ կորուստներ, եկեք ես տեղից բացեմ առաջին գործարքի դագոնը, քանի որ տեսնում ենք կա արդեն այսպես շրջադարձի ակնարկող մոմերի շատ։ Տեսեք ընկերներ ջան, ուրեմն հիմնական գաղափարը իմ տվյալ վիդեոյի, որպեսզի դուք վերաբերվեք սրան որպես ռեսուրս պարապելու եւ սովորելու համար։ Ես եւս ընկերներ ջան ժամանակին այսպես առաջին անգամ մուտք եմ գործել, չնայած իմ դեպոզիտը բավականին, ես առաջին դեպոզիտը ուշ եմ կատարել, մոտ 1 ամիս հետո ես կատարել եմ, ես խորհուրդ եմ տալիս առաջին այսպիսի փոքր դեպոզիտները կատարել դեմոյով պրակտիկան անցնելուց, այս բազան եւ տեխնիկական մասերը ուսումնասիրելուց 2 շաբաթ հետո։ Արդեն դուք կարող եք ընկերներ ջան դրանից հետո բավականաչափ գեղեցիկ փորձ հավաքել, աշխատել ձեզ համար, բայց կրկին հիշեցնում եմ, ոչ թե հարստանալու, շատ գումար աշխատելու նպատակով, չգիտեմ, 30 կամ $50 արագ $1000 հասցնելու համար, այլ ընկերներ ջան փորձ ձեռք բերելու համար։ Ուրեմն այստեղից ես աշխատեցի $0.84, եկեք բացեմ հաջորդ գործարքը։ Ընկերներ ջան, հետիք հիմա սպասենք տվյալ գործարքի արդյունքին, տեսնենք ինչպես կընթանա։ Սիտուացիան այդքան էլ լավ սիտուացիա չեմ ընտրել իրականում, քանի որ այստեղ գնալու է դեպի խորը տեստի, հնարավոր է, որը որ արդեն իրականացել է ու շարժվում է դեպի վերև, տվյալ բալանսի համար ընկերներ ջան, ես եթե հիմա բացեմ այստեղ երկրորդ, երրորդ դագունը, այս բալանսը կզրոյանա $1.30 բալանսի դեպքում բացել է money management-ի արդեն իսկ խախտում է։ Եթե հնարավորություն լիներ բացել $0.3, ես կբացեի, որպեսզի նաև ցույց տայի ձեզ money management-ի պահպանումը։ Բացել եմ այստեղից երկրորդ գործարքը $0.84 արդեն իսկ աշխատել ենք, ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է լինելու կրկին բացենք դագոնը։ Ընկերներ ջան, մի փորձեք վերաբերվել սրան, ձեր նպատակ ուղղակի սահմանեք, յուրացնել մասնագիտությունը, ձեռք բերել մասնագիտություն, որից հետո դուք ստաբիլ, ես վստահեցնում եմ ընկերներ ջան, կաշխատեք, կվաստակեք ձեր իսկ ցանկացած գումարը, ցանկացած չափով, եկեք փոխեմ սիտուացիան, այս սիտուացիան ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Ընկերներ ջան, ակտիվ դեպի ներքև շարժ, փոքր դիապազոնով մինի թրենդ, իր փոքր թրենդային թեքով եւ թրենդի մեջ կարծես թե առանձին այսպես դեպի ներքև իր ստրուկտուրայով շարժումա դեպի ներքև։ Այստեղ կա 0-ական ու ռովեն, եկեք հենց 0-ական ու ռովենից էլ ես կբացեմ դագոնը։ Երկրորդ գործարքի առաջին դագոնը ես բացեցի։ Ընկերներ ջան, հավատացեք, որ ռեալով աշխատելը ձեզ տալու է բավականաչափ հարուստ փորձ եւ այդ փորձի հաշվին դուք հետագայում աշխատելու եք մեծ դեպոզիտներով եւ աշխատելու եք մեծ գումարներ, այն գումարները, որոնք որ դուք ցանկանում եք աշխատել, այստեղ ռեալը աշխատել։ Ուղղակի պետքա դուք ունենաք փորձ, պետքա ձեռք բերեք այդ ամեն ինչը, կոպիտ ասած այդ ճանապարհը դուք պետքա անցնեք, ընկերներ ջան։ Իսկ այդ ճանապարհը անցնելու տարբերակները բազմաթիվ չեն, ես կասեի ընդամենը մեկն է, դա աշխատելն է, փորձելն է, ընկերներ ջան, եւ առաջ շարժվելն է։
Այսպիսով ընկերներ ջան, այստեղ զրոյական ուռովենից բնականաբար սա էլ ըստ քեյչինգի բացեցի, զրոյական ուռովեն trend-ային թե գումարած քեյչինգ, բացեցինք այստեղից գործարքը, ինչքան կազմեց մեր աշխատած գումարը եկեք այդ էլ հաշվեմ, աշխատեցինք $1.68 ընկերներ ջան, ինչպես կարող է 0.84, 0.84, $1.68 աշխատեցի, ընկերներ ջան, վիդեոն չեմ ցանկանում երկարացնել, թե չէ կարելի է այսպես երկար աշխատել, դուք կարծում եմ հետևությունները արեցիք, կարծում եմ օգտակար վիդեո էր ձեզ համար, եթե կլինեն հարցեր, ներքևում արդեն կարող եք գտնել մեր ալիքի լինքը, ես կաշխատեի դեռ այս թեմայով շատ կխոսայի, բայց կխոսեմ հաջորդ վիդեոներում, քանի որ արդեն մեր սեանսի ժամանակն է, նույնիսկ արդեն 5 րոպե ես ուշացել եմ, թիմակիցները սպասում են։ Ընկերներ ջան, բաժանորդագրվեք ալիքին, շնորհակալ եմ բոլորիդ, որ դիտեցիք վիդեոն, հաջողություն։